Արհեստի մշակութային հասարակական կազմակերպությունը, որ արդեն 21 տարի է գործունեություն է ծավալել, շատ կարևորում ենք ամեն մի փոքրիկ մանրուք, որ կապված է մեր ազգի մշակույթի, ընդհանրապես ազգի հետ, եւ առավել եւս այնպիսի ոչ թե մանրուք, այլ մի այդպիսի հսկայական բնագավառ, ինչպիսին տեքստիլն է կամ գործվածքը, քանի որ դա եթե մենք ասենք, որ եթե չասենք, որ հիմնադիրներից ենք աշխարհում, գոնե պիտի խոստովանենք, որ ակունքներում կանգնած ենք դրա եւ շատ մեծ դեր ենք կատարել աշխարհում գործվածքի տարբեր տեսակների, սկսած հաստոցային գործվածքներից, ոստայնանկությունից, մինչև ամենանուրբ ասեղնագործություն եւ ժանյակ, այդ բոլոր սպեկտրի, այդ ամբողջ փնջի տարածման գործում։ Եվ դա եղել է ոչ թե ասենք ինչ որ մի կոնկրետ ժամանակահատվածի ընթացքում, այլ ինչքան որ մարդկությունը կա եւ ինչքան որ հնարավոր է արձանագրված լինի։ Արձանագրված ոչ միայն գրքերում, պատմական աղբյուրներում, այլ նաև պեղումների արդյունքում կամ այսպես հետազոտությունների արդյունքում դուրս եկած նյութի միջոցով։ Դա կարող ենք ասել, որ երևում է։ Վերջերս էլ, չգիտեմ, նրանք ովքեր որ համացանցում ակտիվ են, գուցե կարդացած լինեն, տարիներ առաջ մի քիչ առաջ գնամ, հետո ասեմ այդ վերջերս մասին, տարիներ առաջ, երբ որ Բենի Գերիցյանը, որը Հայաստանում ամենախոշոր մասնագետներից է եւ իր ուրախություն մեզ, որ դեռ այսօր հետազոտությունները շարունակում է աշխատելով հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, մի խոսքով նա ասում էր, որ Հարավային Ամերիկայի քաղաքակրթություններում էլ կա հայերի հետքը, մանավանդ ժամանակին, երբ որ ինքը Լենինգրադում աշխատում էր, խորհրդային գիտնականները գտել էին օբսիդիան Հարավային Ամերիկայում, որը իրանց տեղային օբսիդիանը չէր եւ հետազոտության էին ուղարկել ժամանակին եւ պարզվել էր, որ դա հայկական լեռնաշխարհից գնացած օբսիդիան գործիքներ էին հին ժամանակների, այդպես չեմ հիշում արդեն հատիչ էր, թե դանակ, թե նետի ծայրակալ, դրանցից մեկն ու մեկը բնականաբար պիտի լիներ եւ հիմա հետազոտողները տնտեն հետազոտելով որոշ կմախքների, որոնք պեղումների արդյունքում են դուրս եկել, կմախքներ, որոնց գանգերը շատ նույն ձևով երկարացված են, ինչպես հին Եգիպտոսի որոշ փարավոնների զարմանալի բաներ են կատարվում եւ այդ ԴՆԹ-ների հետազոտությունը այդ կմախքների ցույց է տվել, որ բնականաբար չեն ասում, որ ազգություն դեռ չեն ասում, բայց տարածաշրջանը մերն է։ Այսինքն Կովկասից հարավ, հայկական լեռնաշխարհ, առաջավոր Ասիա։ Եվ բնականաբար շատ գաղտնիքներ կան, որ դեռևս բացահայտված չեն եւ մենք ոնց որ կարելի է ասել այդ գաղտնիքների բացահայտման շեմին ենք կամ չգիտեմ, այդ անցումային փուլի ակունքներում նույնիսկ, քանի որ աշխարհը քիչ-քիչ զարթնում է։ Եթե այսօր աշխարհի թանգարաններում հայկական տեքստիլները հայի ձեռքով գործված, որ վստահաբար մենք բոլորս էլ գիտենք, համեցեք, ներկայացվում են որպես օսմանյան, թուրքական, երբեմն պարսկական, վերջին ժամանակները նաև ադրբեջանցիներն են մեծ ներդրումներ անում դրանք ադրբեջանական ճանաչելու, վերջերս էլ տեղի ունեցել Բաքվում հայկական, ուրեմն խեղաթյուրումները, գործվածքի վերաբերյալ խեղաթյուրումները կանխելու նպատակով հատուկ հրավիրված գիտաժողով եւ որի այսպես ամբողջ բովանդակությունը ամբողջությամբ փուչ է, գործվածքներ, գորգեր, որ իբր թե հայերը ներկայացնում են իրենք մեր ոտնձգություններից դա պաշտպանելու համար նման միջոցառումներ են անում եւ շատ մեծ գումարներ են ծախսվում, բայց կարծում եմ, որ մախաթը պարկում չես թաքցնի եւ ճշմարտությունը մի օր ջրի երես դուրս կգա եւ այդ գումարներով ու ծախսելով չէ, որ պիտի պաշտպանվի մեր մշակույթը, այլ մենք պիտի այսպես հավաքվելով, իրար հետ կիսվելով, իրար օգնելով, իրարից տեղեկանալով եւ իրար փորձ փոխանակելով ու մանավանդ երիտասարդությանը, հենց ասեցի երիտասարդուհիներից մեկը, որ
վերջերս մի հրաշք Մարաշի բարձի երես էր պատրաստել, ներս մտավ եւ երիտասարդությանը փոխանցելով պիտի մենք շարունակական դարձնենք եւ նաեւ այդ գեղեցիկ մշակույթը, որ գործվածք մեծ լայն անվանման տակ է, փոխանցենք եւ բավականություն պատճառենք նաեւ մեզ ու մեր հետագա, այսպես ասած, սերունդներին։ Մի բան էլ ասեմ եւ հետո արդեն փոխանցեմ Կարինե Բազեյանին։ Վերջերս, քանի որ Հրազդան Թոքմաջյանը նորից Հալեբ գնաց եւ բավականին առատ նյութով է վերադարձել եւ քանի որ տեղեկացա նաեւ որ Տիկին Կարինե Բազեյանը եւ Սվետլանա Պողոսյանը մասնակցել են միջազգային գիտաժողովի եւ կոնֆերանսի եւ նաեւ ինձ շատ էին խնդրում որ իմ այցելության նպատակները հիշում եք որ պիտի լիներ նաեւ շարունակությունը Մարաշի ասեղնագործության հետքերով այդ շարքի այդպես միտք առաջացավ որ երեք իրար հետևից մենք զրույցներ կամ զեկուցումներ նախապատրաստենք եւ ձեզ ներկայացնենք, մեր խմբին ներկայացնենք, նրանք ովքեր որ հետաքրքրված են գործվածքով, քիչ-քիչ կարծես թե համախմբվում են այդ մի կետի կամ այդ բնագավառի շուրջ եւ այսպես այսօր առաջինն է հաջորդ շաբաթ ես կներկայացնեմ Մարաշի ասեղնագործության հետքերով, եթե հիշում եք Շվեյցարիայում այդ ֆոնդը որ վերանորոգել էր, այնտեղ պիտի ես հանդիպում ունեցա, պիտի այդ հանդիպումը լիներ եւ բավականին նյութ եմ հավաքել Մարաշի ասեղնագործության եւ ընդհանրապես թանգարանային ցուցադրությունների վերաբերյալ ինչպես ենք մենք աշխարհում ներկայացված եւ անգամ այն ցուցանմուշները որոնք ակնհայտ հայկական կնիքն են կրում հայատառ են եւ այլն ինչպես է դա անցալվում թանգարաններում ինչ միտումով են դրանք ցուցադրված եւ ինչ անելիքներ մենք ունենք այս բնակավարում դրան նվիրված եւ երրորդը հավանաբար երրորդը գիտեք այսօր պիտի լիներ Հրազդան Թոքմաջյանը բայց քանի որ նա ինչ որ խնդիրներ ունի ժամանակի հետ կապված, ոչ իր ցանկությամբ պայմանավորված, այդ երրորդը կլինի նա, բայց դա լրացուցիչ կասեմ, արդյոք կլինի հիմա փաստորեն այսօր ամսի 10-ն է, հաջորդը 17-ին, այն մյուսը կլինի արդեն ամսի քանիսն է լինում, 23, 24-ին, թե դրա հաջորդ շաբաթ օրը դա լրացուցիչ ձեզ կտեղեկացվի։ Այսօրվա մեր բանախոսները լույսը հանգցնեմ։ Հա, իհարկե։ Գիտությունների թեկնածուներ Կարինե Բազեյանն է եւ շուտով կգա Սվետլանա Պողոսյանը։ Աշխատում եմ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում, այնտեղ ավագիտ աշխատող եմ։ Միաժամանակ նաև գիտեք մեր գիտությունը լավ չի ֆինանսավորում, ստիպված կողքից ուրիշ աշխատանք են անում։ Մշակույթի նախարարության պատմամշակութային արխիվոստանարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունն եմ աշխատում որպես բաժնի վարիչ։ Ուրեմն դե ասեղնագործությունը ընդհանրապես գործվածքը իմ հիմնական ոլորտն է գիտական հետազոտությունների, որտեղ տեխնոլոգիականը դրանով է պաշտպանել ու շարունակաբար ընթացքում զբաղվել եմ, չեմ ասի, որ անընդհատ եմ զբաղվել, որովհետև ստիպված երբեմն պետք է եղել նաև այլ թեմաներ անել, բայց համենայն դեպս այդ ոլորտի մեջ եմ։ Ուրեմն երևի թե նկատի ունենալով այդ հանգամանքը, որ գործվածքի գծով այսօր փաստորեն մեր հանրապետությունում ես գորգի մասին չեմ ասում, որտեղ փառք Աստծո գորգով կոներ բոլոր զբաղողներ կան, բայց ասեղնագործության եւ գեղարվեստական գործվածքի մյուս տեսակների չթվարկեմ արդեն, ուրեմն ուսումնասիրությունը բավականին թերի է, եթե չասենք շատ վատ վիճակում է։ Մանավանդ եթե գործվածքի մեջ ժառանգությունը Նամանավանդ հաշվի առնենք գործվածքի մեջ ժառանգությունը եւ ոչ միայն ժառանգությունը, այլ նաեւ հարստությունը։ Եվ ընդ որում այդ հարստությունը, որը փառք Աստծո, մինչև այսօր շարունակական է։
մենք ոչ միայն այդ հարստությունը չենք կորցրել ժամանակի ընթացքում, այլ նաև այսօր նոր ձեռքբերումներ ունենք այդ ոլորտում։ Բայց բոլոր դեպքերում ոչ հինն առանձնապես լավ մանրամասն ուսումնասիրված, ոչ էլ նորը։ Դե գիտեք, մի մարդ հնարավոր չի այդ բոլորն անի, ոնց որ իմ շատ սիրելի ընկեր Աշխոժն ասում, Պողոսյանն ասում, «Մի աղջիկ ջան, մի ինստիտուտ է պետք ասում այդ բոլորը զբաղվելու» ու ճիշտ է ասում։ Որտեւ երբ որ դու որպես մասնագետ նայում ես թե այլ երկրներում ինչ մակարդակի ուսումնասիրություններ են կատարվում, ինչքան մասնագետներ կան եւ ինչքան հրատարակվում են, ինչ բազմազան ներկայացվում են, այդ դեպքում համեմատում ես քոնի հետ, չէ՞, քո ունեցածի հետ ես համեմատում։ Ու տեսնում ես, որ մենք ըստ էության առանձնապես բան չունենք արած էլի։ Հա։ Նույնիսկ այն ինչ որ ես եմ արել, ես գտնում եմ, որ իհարկե դա շատ քիչ է։ Նա չի որ ես ինձ շատ գովում եմ։ Բայց դե իմ մեղքը չի անկեղծ ասած, որովհետև ես չեմ կարողացել իմ ողջ կյանքի ընթացքում ինձ միայն գիտությամբ նվիրել, որտեղ գիտեք գիտությունը սիրում է ամբողջական նվիրել։ Հա, ուրեմն այս տարի երևի ապրիլին էր, ապրիլի մեջ էր, Ռուսաստանում գոյություն ունի, ես չգիտեմ, դու գիտեք թե չէ, Մոսկվայում է գտնվում, կոչվում է համառուսաստանյան բանի Մոսկվայի դեկորատիվ կիրառական եւ ժողովրդական արվեստի համառուսաստանյան թանգարան, ինքը այդպես է անունը իր կոչվում, որը նվիրված է իհարկե ռուսական, ժողովրդական եւ դեկորատիվ կիրառական արվեստին։ Ուրեմն այս թանգարանը հաստորեն հետո մենք իմացանք, բարձում է 2014 թվականից, ուրեմն իրենք շատ մեծ մի ծրագիր են սկսել, կապված ԱՊՀ երկրների ուրեմն դեկորատիվ կիրառական արվեստի զարգացմանը ու դրա հետագա տենդենսների։ Եվ այդ շրջանակում իրենք կազմակերպում տարբեր միջոցառումներ են իրականացրել, այդ թվում 2 կոնֆերանս, գիտական կոնֆերանս, ու որտեղ փորձել են, դե որտեղ գիտեք, խորհրդային միության փլուզումից հետո կարծեք դե կտրվեց կապը, չէ, ԱՊՀ երկրների մեջ, հիմա այս նոր Եվրասիական միությունը, ոնց որ ուզում է նորից այդ կապերը ամրապնդի, այդ շրջանակում կարողացել են իմիջիայլոց փողել բերել, ինչի, որովհետև ամբողջ մեր բանը, այդ գործողումը իրանց հաշվին էր, մենք ոչինչ մեր կողմից չի եղել, իրանք բոլոր մասնակիցներին են խորում, այսինքն լավ ֆինանսավորում ունեն։ Եվ ICOM-ներ կազմակերպել Ռուսաստանի։ Իրենք դիմել են Թանգարանների միությունն է։ Թանգարանների միությունը, ինքը կոչվում է համաշխարհային թանգարանների համաշխարհային միություն, բայց ամեն մի երկիր ունի իր ներկայացությունը։ Ռուսաստանի ICOM-ներ արել եւ դիմել էին մեր Հայաստանի ICOM-ին, խնդրելով 2 փորձագետի մասնակցություն իրենց այդ միջոցառումներին այդպես։ Եվ հրավերը մենք որ ստացանք, այնտեղ գրված է, որ ցանկացած թեմա կապված ժողովրդական արվեստի կամ դեկորատիվ կիրառական արվեստին, իրենք կոնկրետ շեշտադրում չէին արել, թե դուք որ ոլորտն եք ուզում։ Փաստորեն իրենք առաջարկում են ներկայացնել քո սեփական, քո ժողովրդի, մշակույթի այդ մի հատվածը, ոնց ուզում ես։ Դե ես ինքս մտածեցի, որ մենք շատ վատ ենք ներկայացված։ Մեր ժողովրդական արվեստը, որպես այդպեսին ամբողջությամբ, հա, հիմա դրսում լավ ներկայացված չի, եթե չասենք, որ մարդիկ առանձնապես չգիտեն էլ դրա մասին, շատ դեպքերում։ Եվ դրա մեղքը մերն է, ոչ թե իրենց, ես միշտ ասում եմ, դրսում մեղավոր չեն, հասկանում եք, իրենք մեղավոր չեն, որ մենք չենք հրատարակում, մենք չենք հանրահարճակում, որ իրենք կարդան իմանան, որ սա հայկական է, օգտվում են դրանից այլոք եւ տուժում ենք մենք, ինչև է, դրա համար ես որոշեցի, ասի եկեք այսպես անեմ, օգտվելով հնարավորությունից, որտեվ չգիտես, հետո կստացվի, չի ստացվի, ոնց կլինի, ասի ես փորձեմ այն ինչ որ ինձ ավելի մոտիկ է, ես ավելի լավ գիտեմ, դա ասեղնագործությունն է։ Ես որոշեցի ներկայացնել ժամանակակից հայկական ասեղնագործությունը։ Թե ինչ վիճակում է 21-րդ տարի, այդպես, հա, այս վերջի շրջանի։ Բայց նկատի ունենալով կտեսնեք այս հաշվով։ Նկատի ունենալով ճիշտ ասած պիտի ներողություն խնդրեմ, որտեվ ես այստեղ տեսնում եմ շատ շատերի, որոնց շատ գնահատում եմ, բայց կարող է չտեսնեն, որտեվ նախ ժամանակակից էր ես փոքր եմ արել ծավալը։ Երկրորդ, լուսանկարների խնդիր ունեի, որ որակով լինեին լուսանկարները։ Ես ձեռքի տակ ինչ որ եղել է դա եմ արել։ Ես հիմա գլխանց ներողություն եմ խնդրում, չնեղանաք հանկարծ ինձանից։ Չէ, բայց դա շատ լուրջ խնդրեմ է, եւ մենք դրա մասին էլ պիտի խոսենք։ Իհարկե, Պիտի խոսենք, որտեղ
պիտի մի հատ շտեմարանել հավաքվի։ Դուք լավ կլինի բոլորդ ունենաք ձեր գործերի լավ լուսանկարները եւ դա մի շտեմարանում էլ դրված լինի, որ երբ որ մասնագետները աշխարհում տարբեր տեղերում ներկայացնում են, դրանից կարողանան օգտվել։ Հա, ես պիտի գնամ վարպետների հետ զրուցեմ, աշխատանքները պիտի ունենամ։ Իսկ նրանք ինչ որ ես արել եմ, մեր արվեստ ժողովրդի թանգարանում ցուցահանդես են արել, մենք նկարել ենք այդ ժամանակ, այդ նկարները իմ մոտ կային, այդպես, հա, ասեմ։ Մի երկու բաներ գրքից եմ իհարկե արել, լավ, այդ մասին հետո։ Ուրեմն, բայց դե ոնց կարելի է ներկայացնել այսօրվանը, եթե մարդիկ չգիտեն սկզբինը։ Այո, ուզում եմ ասել, որ դա հատուկ ծրագիր էր, որի միջայլոց շարունակական է լինելու, իրենք անցկացնում են ամեն տարի մի հանրապետությունում, ԱՊՀ երկրի։ Պարզվեց, որ Մոսկվայում երկու ցուցահանդես են իրենք արել, կարծեմ մեկը եղել է Ուզբեկստանի ցուցահանդեսը եւ մեկը թվականին, դե մենք 17-ին ենք գնացել անցած տարի, 16 թվականին, ուրեմն իրենք միջոցառումը կազմակերպել են Ադրբեջանում, դրա համար մեզ չեն հրավիրել, հասկանում եք։ Ադրբեջանի Գորգի թանգարանում, որտեղ իրենց ոնց որ շատ լավ ընդունել էին, որտեղ Սվետան շատ վատ էր վերաբերվում, երբ որ այդ կազմակերպող կինը ընդհանրապես ես կասեմ, որ կազմակերպիչը հատուկ շեշտում էր, որ Գորգը դա ադրբեջանական բրենդն է։ Դա այդ վերաբերմունքներ իրանց ընդեղի ընդունելության։ Այս կինն էլ ուզում էր ոնց որ ցույց տալ իր վերաբերմունքը Ադրբեջանի, որ այնտեղ լավ ընդունել են։ Ինչևէ, բայց ես ասեմ, որ հիմա այս տարի 18 թվականին իրենք արդեն իսկ բանն են պայմանավորվածություն ունեն անցկացնել Ղազախստանում եւ ըստ իրենց էլի նախնական տված տեղեկությունների 19-ին անեն մեր մոտ Հայաստանում։ Այնպես որ եթե մեր մոտ արեցին, մեծ սիրով մենք կտեղեկացնենք, եկեք դուք էլ մասնակցեք Փարքասուտ տված միջոցառումներ, հա, զեկուցումներն էլ ազատ են օֆիսի կարողական լսել։ Հիմա բնականաբար գիտաժողովի զեկուցումները իրենց ներկայացրած շատ քիչ էր ժողովրդական արվեստը, ես ասեմ, ավելի շատ դեկորատիվ կիրառական արվեստ էր եւ պրոֆեսիոնալ։ Այսինքն, դե իրենք գիտեք, ունեն երկու բարձրագույն ուսումնական հաստատություն, մեկը Մոսկվայում, այդ Ստրոգանովսկի ուչիլիշյանն է, մեկն էլ Պետերբուրգում, ոնց էր կոչվում, Չէ, էլի ինչ-որ մեկի անով, վերջը, երկու շատ նշանավոր, շատ հայտնի, որտեղ սովորել են նաև մեր մի շարք նշանավոր, այսպես ասած, դեկորատիվ կիրառական արվեստի մասնագետներ եւ բնականաբար իրանք ավելի շատ խոսում են այդ ոլորտի մասին, ժողովրդականը երևի ասեմ, ներկայացվել է ուզբեկների կողմից իրանց սյուզենիները, ասանագործ, ուզբեկական գիտեք հարթակարի տեսակ։ Ուզբեկական մեծ տածկոցները դրա կոչում են սյուզենի, բնական մետաքսով բամբակի վրա ասեղնագործված։ Մետաքսի վրա են հիմնականում ասեղնագործ։ Չէ, բամբակի վրա։ Բամբակի վրա մետաքսի թելերով։ Եվ շատ հայտնի է դա ամբողջ աշխարհում իսկապես դա իրաց բրենդն է։ Ինչպես չէ, պատկերացրեք ոչ, դա գիտամբուրն է վիշտ կա, հարթակար։ Անում են հելունով կտորի վրա։ Չէ, մենակ հելունով չի։ Ուրեմն Սուզանին երկու տիպ կա։ Անկեղծ ասած, ես դուք եք տեսել եք, ես էլ բան լինի Կարինե ջան, որպեսզի հասկանալի լինի, Սուզանին ավելի շատ վերաբերվում է նախշին երևի, որովհետև երկու եղանակով էլ արվում է եւ օղակարով ասեղի փոխարեն օգտագործելով հելունը եւ Ադրբեջանի ունեցած միակ ասեղնագործությունն է դա, որի միջև հիմա իրան կամանդույթները շարունակում են, հա, դե չեմ ասում իրանց, ուղղակի հիմա իրանք դեռ գործում են, իսկ մյուսը հարթակարի մի տեսակ է, հարթակարի տեսակ է, որը ընդ որում ես պիտի ասեմ, որ ես շատ գեղեցիկ է։ Եվ գեղեցիկ է, այո, դե իր տեսակի մեջ ինքը գեղեցիկ է եւ հատկապես իր 5 տարբերակները, ասենք 19-18-րդ դարի 19-ի շատ ընդհանրություն ունի։ Մեկ այդ նույն տեխնիկայով մեր ասեղնագործություններն են։ Նույն ես որ տեսա շշմեցի։ Հետո եք ասում լոյքեք մտածենք մի հատ որ դες կարող է այդ ընդհանրությունը լինի, այդ տեխնիկա, որտեղ շատ սպეციფიկ տեխնիկա է ինքը, էլի զորական հարթակար չի։ Ինքը սենց ոնց որ ալիքային հարթակար։ Չէ, սենց թեք-թեքով է լցվում մի տեսակ, էլի անկյուններով է լցվում, բայց ամենայն դեպս ես մեր էլի 19-րդ դարի ասեղնագործությունը 18-ի տեխնիկան է։ Ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ համատեղ, լավ է, որ կան մարդիկ, որոնք այսօր 21-րդ դարում հետաքրքրված են դեկորատիվ կիրառական արվեստով, մեր
նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգությամբ շատ խրախուսել է եւ ասեմ որ մենք շատ լուրջ մարտահրավերներ ունենք հիմա որովհետեւ երևում էր այն մեծ սերունդը որ ավագ սերունդը որ կար եւ տեղյակ էին հայկական մշակույթի առանձնահատկություններ հիմա այդ սերունդը չկա Եվ մենք տեսանք, որ միջին և երիտասարդ սերունդը բավական մեծ կարիք ունի, այսինքն երբ Բիշկեկում, Իսիկուլում և հետո նաև Մոսկվայում դեկորատիվ կիրառական արվեստի թանգարանում մենք այդ պակասը զգացինք և երբ որ նյութերը ցույց էինք տալիս, բոլորը ամիջապես մոտեցան ու խնդրեցին արդյոք հնարավոր է մենք ձեռք բերենք այդ նյութերը, որովհետև նույնիսկ դեկորատիվ կիրառական արվեստի թանգարանում իրենց համար դա հայտնություն էր։ Ես առաջին նկարներն ներկայացրել եմ Բիշկեկում, ինչ է ներկայացրել։ Ես խնդրեմ չեմ ասել, որ դուք Ուրեմն ես էլ առաջինը, երբ որ այդ հրավերը ստացա, իդեպ ասեմ, որ բավական ուշ ստացանք, այսինքն հետին թվում մենք այդ առաջարկը ստացել ենք, բայց շատ արագ արձագանքեցինք ես ու Կարինեն, Ինձ ասացին, որ այնտեղից Ադրբեջանից երկու մասնագետներ ուզում են գորգով ներկայացնել, ասեն գուցե դու ապակի բան, ասի չի, ես էլ գորգով կներկայացնեմ, որտեղ ես կարծում եմ, որ ճիշտ է, որ համարժեք փորձենք ներկայացնել։ Բնականաբար ես մեր թանգանի հավաքածուի հիման վրա առաջարկ արեցի ու քանի որ ինքը թեմատիկ սահմանափակում ունի, այսինքն 60-70-ական թվականների 1960-2010 Ես նկատի ունեմ մեր հավաքածու Չէ, իրենք է սահմանափակ էին, մենք չենք կարող ուրիշ ժամանակ Այսինքն իրենք ժամանակագրական սահմանափակում ունեն դրա համար Ես նպատակահարմար տեսա, որ մեր թանգանի հայ գորգի հավաքածուն, որը բացառիկ մի բան է, 300-ից ավելի շատ տիպական, իսկապես հեղինակային շատ լավ գործեր և դրա համար ուզեցի անպայման հայ գորգի հեղինակային գորգերը ներկայացրեմ և ես հատուկ այնտեղ Ղարաբաղ անվամբ գորգը ներկայացրեցի և արձագանքը պիտի ասեմ, որ միանշանակ չէր Եվ նույնիսկ ես ստիպված եղա իմ ձեռքությունից շեղվելու և ավելի շատ ավանդականի մասին խոսելու և ասելու, որ իսկապես գորգագործությունը լուրջ ավանդույթներ ունի մեր երկրում և շատ հայտնի գորգատեսակներ և շարունակությունը իմ մտայնության է, որ տեսեք այնքան կարևորագույն է մեզ համար գորգարվեստը, որ դա նույնիսկ դուրս է եկել այլ ոլորտ և Ես ինձ մոտ կրծքանշաններ, զարդ էր կրծքազարդ, որը հենց գոհարի մոտիվով էր արված, հետո ես ասացի, որ այնքան ենք կարևորում, որ բացի գորգ գործելուց, նաև մեր մշակույթի այլ ոլորտներ են դա թափանցել, և զարդարվեստ, և տարազ, ինչու չէ, և դրա համար գլխաշոր, շարֆեր, որտեղ որ գորգարվեստի մեր ավանդույթները կիրառվում են, շատ էական նշանակություն ունի։ Ես կարծում եմ Կարինեն հաստատի, որ բավական հետաքրքրություն առաջացրեց, ասենք ելույթ այն առումով, որ հստակ նշում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում կա մի խոշոր ազգագրական թանգարան, որը ունի, եթե ոչ Կովկասում, ամենախոշորագույն գորգի հավաքածուն ունի շուրջ 2000-ից ավելի և բոլոր գորգատեսակները, բոլոր գորգագործական դպրոցների նմուշները մեր թանգարանում պահպանված են և մենք իհարկե խնդիր ունենք և վիրտուալ տարածքում և հրատարակություններով դա ներկայացնել, ասեմ, որ մենք շատ լուրջ բաց ունենք, երբ ես համեմատում էի մեզ և ադրբեջանցիներին, այս առումով մենք իսկապես պետք է հավասար զգաց դեպի Ադրբեջան անենք, որովհետև մարդիկ այս բարձրությամբ բազմաթիվ հրատարակություններ և շքեղ հրատարակություններ, պիտի ասեմ, ես հատուկ հետաքրքրվեցի 14 գորգի թանգարան ունեն և իմ հարցադրմանը, թե էլ ինչ թանգարաններ եք նախատեսում, ինքս ինձ հատուկ շեշտվածությամբ
Թանգարանի գլխավոր ֆոնդապան, ասեց 14-րդը կբացենք Նախիջևանում, արդեն բացվում է։ Այսինքն սա շատ լուրջ մարտահրավեր է եւ ավելին ասեմ, որ երկրորդ անգամ ինքը ինձ համար արդեն իրենց Գորգի թանգարանի բուկլետներ բերել, որտեղ ես փոքր ինչ ցավով կարդացի, որ Ամերիկայից մեկը մի գերմանացի 17-րդ դարի վերջի գորգ է իրենց նվիրաբերել։ Այսինքն այս բոլորը նշանակում է, որ մենք բավական խնդիրներ ունենք եւ մենք հետ ենք մնում։ Ես հիշում եմ, որ 1983-ին ես մասնակցել եմ Արևելյան գորգի սիմպոզիումին Բաքվում եւ եղել եմ հենց Բաքվի գորգի թանգարանում։ Հիմա ես տեսնում եմ այդ խոշոր առաջընթացը եւ գուցե այդքան էլ չեմ մեղադրում այդ կնոջը, որը գտնում էր, որ գորգը ինքը մի քանի անգամ դա հատուկ շեշտում էր, որ գորգը դա ադրբեջանական բրենդ է, որ դա ամենաներկայանալի մշակութային արժեքն է Ադրբեջանի համար եւ սա իսկապես խորհելու առիթ է տալիս եւ մենք գտնում ենք, որ շատ լուրջ անելիքներ ունենք։ Այդ որ մենք իհարկե լավ հավաքածու ունենք, մասնագետներ ունենք, բայց ես առաջընթացը, այսինքն այդ դրա առաջը առնելու միտումը չեմ տեսնում։ Այսինքն պետական մոտեցում է պետք, հասկանում եք, որտեղ պետությունը ինքը պիտի շահագրգռված ունի իր սեփական մշակույթը հանրահավաքելու ու դրա համար որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրելու, որ մենք էլ կարողանանք դա իրականացնել։ Ելնելով այդ նախորդ փորձառությունից անպայման ուզեցի, որ հնարավորինս մեծականակ եւ շատ տիպական նմուշներ վերցրեցի եւ նախ վերնագիրը ասեմ, որ այսպես էր կոչվում հարիկական ավանդական տարազը որպես դիզայներական որոնումների եւ լուծումների շտեմարան, որը իրականում իսկապես հնարավորություն է տալիս, որ մենք կարողանանք ըստ ամենայնի ներկայացնել մեր մշակութային ժառանգությունը։ Ես ինչպես նկատեցիք, սկզբից ներկայացրեցի արևմտահայկական տարազախմբերը, հետո արևելահայկական տարազախմբերի օրինակներ եւ իդեպ դուք տեսնում եք, որ սրանք գերազանցապես արխիվային լուսանկարներ են, այսինքն վավերական, հավաստի եւ հստակորեն ներկայացում են մեր դիմագիցը ներկայացնող տարազը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ ձախից երկրորդի վրա։ Տեսեք, սա մի տիկին է, տատիկ դժվարանում եմ ասել, որովհետև հիմա մեր չափանիշներով ինքը հաստատ տատիկ չի, մի 50-ին մոտ կին է, որը Գորիսում մեր ինստիտուտի էքսպեդիցիաների արդյունքում է սա նկարված եւ դուք տեսնում եք, որ կինը հագել է ավանդական տարազ, բայց տուֆլի եւ ժամանակին հատուկ պայուսակով։ Այսինքն շատ հետաքրքիր մենք այդ հագուստի կիրառման եւ զարգացման միտումները այստեղ տեսնում ենք, դրա համար է հատուկ տեղադրել եւ ցույց տալով այդ մշակութային ժառանգության հարստությունը, որ իսկապես եթե իրական ճիշտ մոտենան մեր դիզայներները, ուրեմն իրենք հաջողելու հնարավորություն ունեն։ Հայտնի բան է, որ հայկական տարազը կամ էթնիկ տարազը կարելի է կիրառել հետևյալ սկզբունքներով։ Դու դա կարող ես օգտագործել ասոցիատիվ եղանակով, այսինքն որ դա հիշեցնի տարազը եւ դու կարող ես իրավիճակային, ասենք եթե դոնացիստական հագուստ ես դու ենթադրում ներկայացնել, ուրեմն կարող ես հարազատությամբ հնարավորինս հարազատ մնալով էթնիկական այդ մշակութային արժեքին ներկայացնել քո ժառանգությունը եւ ասել քո ասենք խոսքը նաեւ նորաձևության մեջ։ Ես այս առումով շատ կարևորում եմ Տերյան կենտրոնի գործունեությունը, որովհետեւ սա մի գազམ་ակերպություն է, որը 10 տարի եւ ավելի նախաձեռնել է եւ շարունակում է այս գործը։ Ինձ շատ դուր է գալիս, որ իրենք ոչ թե ինքնագործունեությամբ են զբաղվում, այլ փորձում են եւ մասնագետների հետ համագործակցել եւ թանգարանային հավաքածուներ են նայում եւ երկու ճանապարհներ իրենք հավասարապես կիրառում են։ Կոնկրետ այս օրինակներում դուք տեսնում եք, որ հնարավորինս փորձված է ներկայացնել
ավանդական տարազաձևերին հարազատ ոճով իրականացված ուրեմն հագուստներ։ Նույնիսկ այս բեմադրումները մենք փորձել ենք հնարավորինս պահպանել։ Ուրեմն տարբեր եղանակներ կան, ամենայնպես ես կարծում եմ, որ Տերյան կենտրոնի իր դիզայներ, ղեկավար Լիլիթ Մելիքյանի աշխատանքները իրենց արդյունքը տալիս են եւ մենք հիմա տեսնում ենք, որ եթե մի 10 տարի առաջ հայկական հագուստի նկատմամբ որոշակի կամարան կար, եւ երբ մենք առաջարկում ենք, որ գիտեք, հնարավոր է, որ դուք ձեր հարսանեկան հագուստները նաեւ հագուստներում օգտագործեք եւ տարազի որոշակի ոճավորված նմուշներ եւ նաեւ ինչու՞ չէ, հենց այն պատմազգագրական մարզի հագուստը, որի ներկայացուցիչը, որի մշակույթը գրողը դուք եք։ Ես հիմա այդ բանը հետաքրքիր միտումը տեսնում եմ ու շատ ողջունելի է, որ առանձնապես երիտասարդները շատ են կարևորում մեր ավանդական հագուստը եւ իրավիճակային հատկապես լոնացիսական այդ իրավիճակներում նրանք գտնում են, որ ինչու՞ չէ, կիրառելի է նաեւ այդ եվրոպական սպիտակ հանդերձանքը, որը ինքը նաեւ փոխառություն է, մենք գիտենք, որ դա հենց Եվրոպայում են ավանդական կենցաղում 17-18-րդ դարերում որևէ մեկը սպիտակ հանդերձանք չկա։ Դա հետո եվրոպական տարածում ստացավ եւ 19-րդ դարի վերջին արդեն մենք տեսնում ենք նաեւ հայկական կենցաղում որպես սպիտակ հանդերձանքը կիրառվի հարսանեկան հագուստի օրինակ։ Հիմա շատ հետաքրքիր միտում եւ տենդենց կա եւ ես կարծում եմ, որ դիզայներները այս առումով բավական ներդրում ունեն։ Հիմա կոնկրետ դուք տեսնում եք մի ուրիշ դիզայների աշխատանքներ, սա Գևորգ Շադոյանի աշխատանքն է, նա արևելքում մեծացած տղա է եւ հստակորեն նրա աշխատանքներում մենք արևելքը տեսնում ենք, այսինքն եւ կտորատեսակները եւ գունային մտածողությունը բավական արևելյան է եւ ես կարող եմ ասել, որ առանձնապես հավանում եմ նրա այն աշխատանքները, որոնք հենց տղամարդու հագուստի հիման վրա են արված, որտեղ կանանց հագուստի մեջ առավելապես արևելքը նկատելի է։ Ես տեսել եմ, ասենք, կատարումներ, սա իհարկե արդի հագուստի մեջ ոչ սլակով կարող ես, սլակով կերևը։ Մենք որ որոշ դիզայներներ մտածում են, որ ինչքան խոշոր զարդանախշեր օգտագործեն կամ չափից ավելի ոսկեթերբան իրենք հաջում են։ Պետք է ասեմ, որ այստեղ է, որ իրենք տանուլ են տալիս, որովհետև ամեն ինչ իր համամասնության մեջ է եւ եթե զարդանախշային մտածողություն կա, ինքը պետք է հնարավորինս հարազատ լինի իր բնօրինակին։ Այստեղ մենք հատկապես կարող եմ ասել, թերություններ ունենք բեմական հագուստում, որը մեզ համար համարվում է աքիլեսյան գարշապար։ Այսինքն այն հագուստները, որ կրում են երկի բարի խմբերը, պետք է ասել, որ շատ հեռու է ու շատ տխուր է, որ մենք համարում ենք եւ այդպեսին ենք, ասենք հազարամյակների պատմություն մշակույթ ունեցող ժողովուրդ եւ հանկարծ այդ հագուստները առանձնապես այդ Քոչարի պարը, որ մենք հաջողեցինք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ մտավ, ես դրան զուգահեռ ինչ շատ վատ էի զգում, որ տեսա, որ այդտեղ հագուստները բավական հեռու են հայկական լինելուց եւ մենք պետքա կատեգորիկ հրաժարվենք այդ թուրքական կտորատեսակներից այն զարդանախշերով կտորները փայլեն դրանք աբիվկայի կամ հայերեն ասած ծածկոցի ուրեմն կտորներ են, որոնք բոլորովին ճիշտ չի կիրառել որպես ավանդական տարազի ոճով բեմական հագուստ վերականգնելու փորձ։ Այսինքն այստեղ եւս մենք բավական լուրջ խնդիրներ ունենք եւ սա մտածելու տեղիք է տալիս, որովհետեւ եթե մենք փորձենք համաշխարհային շուկայում դա ներկայացնել որպես հայկական, այդտեղ մենք հաստատ խնդիր կունենանք, մարդիկ ճանաչում են կտորատեսակները։ Արդեն արձանանքներ լինում։ Բավականին շատ։ Եվ շատ տխուր է եւ ոչ ճիշտ դիզայն Դարապես ես քոչվորական մշակույթին շատ լավ եմ վերաբերում եւ ասենք եւ քրդական եւ եզդիական հագուստները բավական գեղեցիկ են եւ ճիշտ կառուցված, բայց հաճախ ինչ որ զուգահեռներ են տանում։ Դա նշանակում է, որ ոչ ճիշտ ու գրագետ վերականգնում է արված։ Հիմա հաջորդ դիզայներին, որ ես այնտեղ ներկայացրեցի եւ սա հետաքրքիր
ճանապարհ է, այսինքն դիզայները իդեպ ասել, որ սա մի դիզայներ է, որ մի գոնե 5 տարի առաջ չէր տեսնում հայկական տարածքը որպես այդպիսի։ Եվ ես հիշում եմ, որ մենք համատեղ բանավեճ ենք ունեցել եւ նա գտնում էր, որ որպես այդպիսին հայկական տարած չկա։ Ես ուրախ եմ, որ ժամանակի ընթացքում ինքը շփվելով եւ մեր գեղարվեստական գործվածքի այնպիսի փայլուն ուղղության, ինչպեսին ասեղնագործությունն է, ժանյակն է եւ հրատարակություններ, ուսումնասիրությունների հետ շփվելով եւ թանգարաններում լինելով ինքը տեսավ, որ ոչ միայն հայկական տարածքա եւ իշխանական տարբերություններ ունի մյուս էթնիկ եւ ընդհանրությունների ուրեմն տարածներից, այլ նաեւ դա կարող է իրեն որպես ոգեշնչող շտեմարան լինել եւ հետաքրքիր է, որ նա շատ ինձ թվում է ուրույն մոտեցում է ցույց տվել Ուրֆայի եւ այնդակի ասեղնագործությունները նա փորձել է կիրառել իր երկու կարևոր հավաքածուներում եւ դա անդրադարձ էր հետաքրքիր ձոններ այնդապի ասեղնագործության եւ սև սպիտակ այդպես անվանումով շատ հետաքրքիր, այսինքն դա եւ նորաձև նոր մոտեցում է եւ նաեւ ավանդականի ճիշտ ու գրագետ օգտագործում։ Եվ իսկ Ուրհայի ասեղնագործության առանձնապես տոնական հագուստի մեջ կիրառելի համարեց։ Ես կարծում եմ, որ մենք ինչքան շատ հրատարակություններ ունենանք, ասենք Թուքմաջյանի Կարինե Բազյանը համարվում է ասեղնագործության եւ ժանյակի լավագույն մասնագետ հանրապետությունում։ Եթե մենք առաջիկայում ունենանք եւ հրատարակենք եւ պահոցներից անենք մեր թանգարանային արժեքները, ինձ թվում է նոր հավաքածուների հիմք կստեղծենք, որովհետեւ Աստորեն իրազեկման խնդիր ունենք։ Շատ եւ գիտեք, մենք մեր նեղ շրջանակում Հայաստանում գիտենք, ներկայացնում ենք, բայց դրսում այդ պակասը կա։ Եվ ես վախենամ, որ մի օր էլ հայկական տարածը ՅՈՒՆԵՍԿՕ-ն չճանաչի որևէ ռեգիոն, ասենք Սյունիք Արցախը, Ղարաբաղյան տարածը ներկայացնի որպես ադրբեջանական բրենդ։ Այդ ժամանակ իսկապես ես դարձյալ, ինչպես կարելի է նկատեց, շատ լուրջ ռեակցիա է առաջացում, այսինքն նույնիսկ մարդիկ չեն էլ ջանում անկողմնակալ լինել։ Քանի որ եւ մեղադրելու տեղ էլ չունես, որովհետեւ մարդիկ գիտաժողովներ են հրավիրում միջազգային, հենց անցած տարի Բաքվում գիտաժողով եղավ եւ աշխարհի տարբեր ծագերից գնացին, իրենց թանգարաններում տեսան հավաքածուները եւ դժվար է մարդկանց հետ պահել այն մտքից ինքը տեսել է այդ վիշապագորգը եւ որպես Ղարաբաղյան գրուպ, ինչպես իրենք են ասում, այդ տեսակը նա տեսել է եւ իր մեջ արդեն նստած է, հիմա դա մաքրելու համար բավական ժամանակ է հարկավոր։ Հիմա եւ հաջորդը, որ դարձյալ շատ ինքնատիպ մոտեցում է, շատ հայտնի դիզայներ Արև Պետրոսյանի աշխատանքն է, ես իր հետ համագործակցել եմ եւ ես տեսա, որ ինչքան հետաքրքիր է, որ ոչ միայն գորգարվեստի, այլ նաեւ խեցարվեստի նմուշները դուք կարող ես օգտագործել հագուստի մեջ եւ ստանալ բավական բարձր որակյալ, շատ բրենդային բան եւ ես կարծում եմ, որ իսկապես այնպիսի հավաքածու է ստեղծել, որ շատ հանգիստ կարելի է նաև եվրոպական աուդիտորիայում դա ներկայացնել։ Այո, լսարանը շատ հետաքրքրվեց, մասնավորապես հարցրեցին ոնց կարող են գնել այս շարֆերից, ինչպես ձեռք բերենք, իսկ թանգարանը ցանկություն հայտնեց համագործակցել եւ մեր այս հագուստները եւ ավանդականի հետ այսօրվա ինչ որ Սնետանձես ներկայացրեց, իրենց մոտ, իրենց թանգարանում ցուցահանդես կազմակերպեն, որտեղ շատ տպավորված էին, այսինքն իրենց համար սա մի նոր երևույթ էր, մի նոր աշխարհ էր, որը իրենք չգիտեին։ Եվ մեր վարպետների համար էլ կներծվեց դա, քանի որ իրենք ստեղծագործում են, հիմնականում նստած են ստեղծագործողներ, որոնք մեկի փոխարեն մի քանիսը գիտեն կամ մի քանի տասնյակ տեսակների են տիրապետում, դա շատ կարևոր է, որ ասենք մեր ավանդականը կրկնելուց բացի այդ մոտիվները օգտագործենք նաև ժամանակակից կյանքին հարմար իրերի վրա։ Եվ դրանով մենք կարող ենք նաև տարածել, որովհետև ճիշտ կենցաղների փոփոխությունը տեղի ունեցել եւ բնականաբար հնարավոր չէ ճիշտ նույնը այսօր 100%-անոց տեղափոխել 21-րդ դարի որոշակի հարմարեցում
Իհարկե խոսքը նրա մասին չէ, որովհետև բնօրինակը մնում է բնօրինակ։ Այո։ Փորձել եմ ցույց տալ տեխնիկան, որտեղ մենք քանի որ շատ է մեր տեխնիկայի բազմազանությունը, մենք ավանդական եւ ժամանակակից տեխնիկաները, որպեսզի ուղղակի պատկերացնեն, այսինքն ես փորձել եմ նրանք ցույց տալ, որոնք որ ես նաեւ ժամանակակից եմ ցույց տամ, հա։ Ուրեմն այստեղ հարթակարի տարբեր տեսակներ են, ավանդական եւ ժամանակակից, հետո ուրեմն այնթափի թելքաշ ասեղնագործն է, ինչպես տեսնում եք, այս սա ավանդականն եմ ներկայացրել եւ ժամանակակիցը, մի քիչ որակը լավ չի, բայց ինձ թվում է պրոյեկտորիցը։ Համենայն դեպս լուսանկարները այդ աշճանի վատը չեն, էլի։ Որտեղ իրենք հետո խնդրեցին այս բոլոր նյութերը վերցրեցին։ Հետո իրանք բոլոր նյութերը վերցրեցին, այո։ Հա, հետո բանի ասեղնագործությունը, տեխնիկան, հա։ Ու հետո մարաշը։ Ես ավանդական դրեցի, հետո փորձեցի, ինչի համար, որտեղ ասի, որ ինչպես է, մենք շատ հարուստ է հայկական ասեղնագործումը, ընդհանրապես հարուստ է, ինքը հարուստ է և տեխնիկայի առումով, հարուստ է և կիրառման իր դրսևորման ձևերով, հարուստ է և զարդանախշային ու առանձնահատկություններով, որը տարբերվում է տարբեր դպրոցներում, տարբեր պատմազգագրական շրջաններում և բնականաբար նաև կիրառման ոլորտներում։ Այսօր ժամանակակից ասեղնագործության մեջ անշուշտ մեր ավանդական դպրոցները այն ինչ որ մենք առաջ ունեինք, հա, այդ իր մաքուր ձևով չկան։ Բայց դրանց ավանդույթները մենք պահել ենք նրանով, որ այսօր շարունակվում են դրանց եւ տեխնիկան մաքուր ինչ որ եղել է եւ նաեւ մեծամասամբ, հա, այդպես ոչ ամբողջությամբ, այլ նաև զարդանախշերը գունային համադրությունների հետ միասին։ Այդ առումով մեր ժամանակակից ասեղնագործությունը հաստորեն ավանդականի զարգացումն է եւ նրա նոր դրսեւորումը։ Ինքը մենք ունենք եւ կրկնողություններ, ես այդ մասին եմ ասել, որ այսօր հաստորեն մեր վարպետները երբեմն նաև կրկնում են։ Նո եւ այո, կիրառման ոլորտները, որ այսօր լրիվ տարբերվում են, որ ոչինչ չունի։ Ուրեմն կիրառման ոլորտը տարբերվում է, որտեղ կյանքը տարբերվում է, ես ուրեմն ցույց եմ տվել, թե հիմա ինչքան ավելի լայն ու ավելի մեծ է այդ ոլորտը եւ ամեն չնայած ես ասեմ, ժամանակի ընթացքում էլ է լայն եղել։ Ավանդական մեր կենցաղում է 19-րդ դարի վերջին, այո, այն ժամանակ էլ ուրեմն հնարավոր ամեն ինչ ասեղնագործվում է։ Հնարավորինս մեր կանայք ուղղակի, որտեղ իրանք տեղ էին հանգալիս, այդ ճաշակումն էին, հա, այդ ընկալումը, իրենք ինչ որ հնարավոր է զարդարել ասեղնագործությամբ արել են։ Դրա համար մենք այսօր թանգարաններում երբեմն քան հետարքի բաներ ենք տեսնում, որ մտածում ենք մարդու ստեղծագործական միտքը ինչքան անսպառ է, հա, որ կարող է մտածել այդ ձևով աշխատել։ Այսօր փոխվել է ուղղակի ձևը, որտեղ այն ժամանակ ասենք կոնկրետ ասենք, չգիտեմ, բջջային հեռախոսներ չկային, այսօր կան դրանց բջջայինի պատյան, այն ժամանակ էլ մկրատի բուն։ Այն ժամանակ ասենք զարդեր չէին անում, որտեղ արծաթեր էս հիմա շատ ասեղնագործություն ու ժանյակը գնացել է զարդերի ոլորտ կոնկրետ, հա, եւ դրսևորման տարբեր ձևեր, պայուսակներ, չգիտեմ, նկարների շրջանակներ, նույնիսկ ինչքան հիշում եմ, պիտի որ Մարալի Սուսաննա։ Հա, պիտի որ հիմա ես գտնեմ ձեռքի հետ փորձել եմ բազմազանությունը, հա, ցույց տալ։ Սա Մարալին է, չէ՞, Սուսաննան դիմաց է։ Հա, այ հաջորդը Վարդը։ հա, ես հիշում եք, որ եկա ձեր հետ հասցրեցի։ Ուրեմն հաջորդը Լալանա։ չէ, հաջորդը բանն է։ Կեսը լալան էր, Մարտիշանը և լալան միասին։ Հա, խառներ են դա ներկայացված։ Նո սա ես, որ տարբերությունը նաև երևա, հա, որտեղ ինքը այնքան շատ է փորձել եմ նաև գույները, նախշերը, մոտեցումները, դիզայնը, այսինքն այդ բազմազանությունը փորձել եմ հնարավորինս ցույց տալ։ Բարձերը որպես ավանդականից մինչև այսօր կիրառվող ուրեմն եւ ասեղնագործությամբ զարդարված առարկաներ, հետո անդրադարձել եմ ոճին եւ զարդանախշին, փորձել եմ բացատրել, որ մենք ունենք կրկնողություններ, հիշում եք Արփիի արածը, եւ մենք ունենք այսօր էլ։ Մեր շատ վարպետներ, դուք էլ կարող եք ինձ հաստատել, Ուրայի ասեղնագործության առանձին նախշեր եւ ընդհանրապես ասենք այնթափի կամ ինչ որ
առանձին փոքրիկ բաներով անում են որպես բանի, ինչ են ասում, մեր ինքնության պահելու, սրանք բոլորը, տեսեք, ամեն մեկը դրանք այդ մեր ավանդական Զարդանախշի այդ կրկնություններն են որոշում, եւ Ծյուլինում։ Եւ ունենք անշուշտ անհատական աշխատանքներ, ես դա էլ եմ ասում, որ մենք ունենք այո, նաեւ վարպետներ, որոնք լրիվ անհատական չէ, որ մենք լրիվ Ավդալյան, ունենք հասանագործություններ, որոնք ինքնուրույն, իրանց սեփական մոտեցումն է, իրենց ինքնության դրսևորումն է, ստեղծագործական է։ Այսինքն ես փորձել եմ այդտեղ ներկայացնել եւ ժողովրդական արվեստը, սա պրոֆեսիոնալ չէ, չնայած արդեն որոշ կրթություններ, բայց սա անհատական իր ստեղծագործությունն է, իր մոտեցումը, որը հիմքով եւ ազգային է, որովհետեւ եթե տեսնում եք Զարդանախշերն է, ընդհանուր կառուցվածքը ազգայինից է գալիս, բայց ընդհանուր առմամբ ինքը չի կրկնում ազգայինը, ինքը լրիվ նորովի մեկնաբանում է այն ձևով, որ ինքը պատկերացնում է, էլի արդեն աշխատանքներն են դրել, արդեն Զարդանախշերի հետ կապված, թե ինչպես է ինքը մեկնաբանել ավանդական Զարդանախշը ժամանակակից ձևով։ Եվ բնականաբար ազգային Զարդանախշը, որովհետև այսօր մեր ասեղնագործության մեջ մի հետարքիր միտում է երևում, բացի ավանդական ասեղնագործությունից վերցված Զարդանախշերի, այսօր շատ լայն տարածում ունի մեր ընդհանուր հայկական զարդարվեստի մեջ տարածված Զարդանախշերի կիրառումը մեր արդի ասեղնագործության մեջ, եւ այդ թվում բնականաբար խաչքարերը, որոնք այսօր շատ լայնորեն որպես մեր ինքնության նշան Այո, Մարինա, կարմիր հագուստով։ Որպես ինքնության նշան իրանք շատ լայն տարածված են եւ այսօր շատ ներկայանալի են մեր ասեղնագործության մեջ։ Ուրեմն մեր գիրը, հայկական այբուբենը որպես ինքնության նշան, որ այսօր նույնպես տարբեր դրսևորումներով ես իրեն տարբեր ձև եմ տվել, ուրեմն ներկայանում է։ Ներկայացրել եմ մանրանկարչության մեջ, այո, այստեղ մանրանկարչության մեջ այս մեկը Վարդին է, այս մեկը բանին է, Աթանեսյան Թամարային է, իսկ մյուսը էլի այդ Գալատուսյան Անահիտ Խաչատրյանի գործերից է, Սա էլ տեսեք մեկ ավանդական եկեղեցական ասեղնագործություն են, բոլորդ գիտեք, եւ եկեղեցական ասեղնագործության մեջ շքեղ, ոսկե թելով, մետաքսաթելերով ունենք մեր բաների ավետարանից վերցված պատկերներ, Քրիստոսի կյանքի հետ կապված պատկերներ։ Հիմա իհարկե դա չկա, մենք այսօր եկեղեցական ասեղնագործություն ունենք, դրանք պատվերով անում են հատուկ բաներում։ Այս տեսակի գործը չկան, բայց Աթանեսյան Թամարան փաստորեն ինքը ուղղակի այս աշխատանքները որպես դեկորատիվ աշխատանքներ զուտ, ուրեմն հաղթակար ասեղնագործությամբ եւ ես փորձեցի դա ներկայացնել։ Եվ անշուշտ որը նույնպես հետաքրքիր է, դա ճարտարապետության մեջ տարածված այո, քարի գեղարվեստական փորագրության այդպես ասեմ, մոտիվներն են, որոնք այսօր էլ նորից, ինչպես տեսնում եք, մեր ասեղնագործության մեջ, էլի որպես ինքնության նշան, որպես հայկականության նշան, ինքը եւ ինչով է սա հետաքրքիր, որ տեսեք ամեն մի առանձին վարպետ կամ չգիտեմ կազմակերպություն, այս դեպքում Գալանտուսը որպես կազմակերպություն ներկայանում, փորձում են իրանց աշխատանքի մեջ առանձնանալ մյուսներից ինչ որ մի նոր բան մտցնելով, ես նկատել եմ, որ այս աշխատանքների մեջ մի ուղղության վրա է կենտրոնացած, Իրանը այս ոչի մեջ է, էլի։ Հաջորդը թեմատիկն է։ Ուրեմն այստեղ Լուսինեի սաներն։ Գիտեք ինչպես է։ Տեսեք թեմատիկ ասեղնագործություն, դա էլ մենք ունեցել ենք ավանդաբար, թեմաները փոխվում են, մարդկանց պատկերացումները փոխվում են, այսօր լրիվ այլ թեմաներ են, ինչպես տեսնում եք, ցավոք սրտի ես այնքան շատ գործ չկարողացա մանգալ այնքան բարդ, նույնիսկ լալային եմ զանգել, հիշում ես, ասի լալա կարող ես օգնել նկար բանն չկար, ինչ որ ունեցել եմ, Արմինե Հայրապետյանը չգիտեմ, գիտեք թե չէ։ Մի շաբաթ ցավոք սրտի Արմինե Հայրապետյանի աշխատանքներն է, որոնք թեմատիկ են, գիտեք, անուններ ունեն, իրենք, տարիներս, ուրեմն բանալի եւ հայի աչքեր։ Սա մարդու պատկերացումներով եւ հաջորդը ես վերնագրեր չգտա, դրա համար ասի լալա կանոն ունես, բայց թեմատիկ են առումով, որ սա ուրեմն լրիվ ինքնուրույն ինչ որ բանի հետ կապված
Գեղագիտության Լուսինեի Սանելի աշխատանքներն են, որոնք ներկայացնում են փաստորեն խառը, էլի, այսպես ինչ որ տեխնիկա եւ տեխնիկան է խառը եւ բանի կոմպոզիցիան է խառը եւ գնում է դեպի հոգեվոր այնտեղ եւ գնում է դեպի մի քիչ աշխարհիկ, չգիտեմ, մասիսներով ու այլն, այսինքն եւ բան ժառապատկերներ, ինչպես տեսնում եք, որտեղ Արմինեն էլ ունի ժառապատկերներ, ես դա չդրի, ես օգտվեցի ստեղի ժառապատկերները եւ արեշտակների մասիսարը, որպես մեր էլի ինքնության դրսևորումներ ամենահարմարը դա է։ Անշուշտ անդրադարձա նաև մեր հագուստի վրա օգտագործվող ասեղնագործությանը, այսինքն ասեղնագործությունը այսօր նաև հագուստի մաս է, որպես երևում, մեր դիզայներների կողմից լայնորեն օգտագործվում է եւ ներկայացրել եմ էլի մի քանի Ռուսա Նիկոյանի էլի գործերն են, ստեղից Ուրհայի ասեղնագործության հրաշալի օգտագործում է ժամանակակից հագուստի մեջ, հետո բանի տարազ դե չենք կարող առանց մելիթի, ոնց է մեր ավանդականը տարազի վրա է ասեղնագործությունը, փաստորեն այսօր նորից վերարտադրվում եւ ես էլ եմ մեր ճանգարանի հավաքածությունը եւ տեսեք վասպուրականը ես դրել եմ հին ու նորը, որ ասենք իրենք դե մենք գիտենք, բայց օտար չգիտի թե ինչ չափով է վերականգնված ուղղակի այդ հագուստը, որպեսզի իրենք պատմեն։ Այսինքն Ձախինն ու Աչինը թանգարանի Սա Սարդարապետի հավաքածուն է։ Վասպուրականի կարազն են։ երեքը մնացածը այս բոլորը վերականգնություններ են դրանք արդեն, բայց հնարավորինս ինչպես տեսնում եք մոտիկ, էլի տեսեք դրել եք ավանդականն է դրած, հա, ու իրենց վերականգնած տարբերակները։ Այսինքն փորձել են իրենք հնարավորինս պահպանեն մեր ավանդույթները։ Հատկապես որոշակի տարազախմբեր բավական հարազատ են։ Հա, եւ նաեւ ասի ինչի հետաքրքրել է թող իմանան որպես էլի մեր ինքնության նոր դրսևորում, որ Մարաշելյան այս ատելյեում այդ նույն բանի Վիլիտենց հագուստներով այսօր մեր ժողովուրդը շատ սիրում է նկարվել, ասենց մի քանի նկարներ այո, դրել եմ, որ տեսեք ինչպես է այսօր նաև դա կիրառվում։ Արդեն շատերը Հայաստան են գալիս հատուկ նկարվելու համար ասեմ։ Այո։ Հա, սա կիրառման ձև որպես էլի այսօրվա ասեղնագործության տարածման կիրառման ձև։ Բնականաբար ես ինձ շատ անհատական իրա, որտեղ 7 րոպե եմ խոսել, ես էլ ձեր աշխատանքով շնորհակալություն եմ հայտնել, բայց քանի որ ժամանակը շատ սեղմ էր, իհարկե նյութը շատ էր, ես փորձեցի իրենց ոչ հային ներկայացնել մեր այսօրվա ասեղնագործությունը ավանդականով միասին, դասել ու իրենք բավականին հետաքրքիր էին։ Տպավորիչ էր։ Մոսկվայի գիտաժողովը նոյեմբերին եղավ, դա բան էր, ասեցի, որ ռուսական ոչ ազգային ինքնության փնտրտուքներում խորագիր ուներ, բայց ինքը 15-րդ գիտական ընթերցումներ նվիրված Վասիլենկոյի հիշատակին։ Ուրեմն իրենք ամեն տարի իրենց այդ Վասիլենկոն շատ նշանավոր ժողարվեստի մասնագետ է եւ ամեն տարի իրան նվիրված գիտական ընթերցումներ են անում։ Այս տարի այդ ընթերցումներին հրավիրել էին բացի Ռուսաստանից նաև այլ երկրների։ Ուրեմն այս կոնֆերանսին մասնակցում 100 հայտից անցել էր 60, այնպես չէ որ բոլորը անցել էին, էլ իրենք դա մրցույթ էր, մրցույթ էր։ Ընտրել էին իրենք, ուրեմն այսպես 70 երկրների մասնագետներ էին մասնակցում Ռուսաստանի, ԱՊՀ եւ արտասահմանից, ընդ որում մասնագետները ովքեր էին պատմաբան, արվեստագետ, վերականգնողներ, անկախ հետազոտողներ եւ թանգարանների աշխատողներ, որոնք տարբեր շատ մեծ էր այս անգամ կոնֆերանսը, 2 սեկցիայով եղավ, մենք մի սեկցիային ենք մասնակցել, ես ու Սվետան են մեկին չկարեցանք, այնտեղ վերականգնման ռեստավրացիոն խնդիրների բայց ընդհանուր զեկուցումները վերաբերում էին դեկորատիվ կիրառական արվեստում ու դիզայնում առկա ազգային ավանդույթներին, թանգարանային առարկաների որոշարկման ու վերականգնման, գեղարվեստական արվեստագործության պահպանման ու զարգացման հարցերին, ինչպես նաև 21-րդ դարում դեկորատիվ արվեստի նորաձևության ու դիզայնի ցուցադրության ու կազմակերպման հիմնախնդիրներին։ Այսինքն ինքը շատ տարողունակ էր, հա։ Դե երբ որ հրավիրը նորից արեցին ինձ Սվետային, մենք մտածեցինք էլի ինչով կարող ենք մեր մշակույթը ներկայացնել։ Սվետան տարազը ներկայացրեց, ես ասի որ իրենք շատ տպավորված էին, իրանց համար լրիվ մի նոր աշխարհ էր հայտնություն, էլի, մեր ազգային տարազը իր շքեղությամբ։ Դե ես էլ ասի ասեղնագործ ճիշտ է, բոլորը այնտեղ մի մարդիկ չէին, բայց ասի ես անգամ էլ ժանյակը ցույց տամ, հայկական
Եվ էլի բնականաբար ներկայացրեցի ամենական եւ ժամանակակից դրսևորումները ժանյակի, անշուշտ ես շեշտը դրել եմ ասեղնագործ ժանյակի վրա, որտեղ ես ինքս համարում եմ, որ մեր հայկականը ասեղնագործն է, չնայած մենք բոլոր տեխնիկաներին տիրապետել ենք, ես իմ խոսքի մեջ դրա մասին ասել եմ, որ հայ կանայք բոլոր աշխարհում հայտնի ժանյակի տեխնիկաներին տիրապետել են եւ օգտագործել են, արել են, բայց ամենասիրվածը եւ այն ինչ որ մենք համարում ենք հայկական, որտեղ մեր ինքնությունն էլ արտահայտվել է, դա ասեղնագործ ժանյակն է։ Ուրեմն այս դեպքում էլ նույն սկզբունքով եմ ես առաջնորդվել, այսինքն ցույց եմ տվել ավանդականը, որ հետո ցույց տամ մենք ժամանակակից ինչ ունենք, էլի ցավոք սրտի հնարավորությունը քիչ էր, իրանք մեզ ասում են սահմանափակ պետք է լինի, հա, դե գիտեք, ձգությունները շատ են, պիտի տեղավորվես, ես էլ փոքր սենց նկարներով փորձում եմ, որ բանը շատ ոնց է։ Ու տեխնիկայի հետ կապված ես մանրամասն ասել եմ, թե ինչքան պարզ է մեր ասեմ ժանյակի տեխնիկան էլի, ինքը եւ դրանով էլ իր հնագույն ծագումն է երևում, որտեղ ինչքան պարզ է տեխնիկա, ուրեմն այնքան ինքը հին է, ինչքան բարդ է, գործիքներ կար, չգիտեմ, ինչքան ինքը նշանակում է ավելի ուշ ժամանակաշրջանի երևույթ է։ Դե որ տեխնիկայի մասին խոսում էի, մի հատ դետալ տեսրեցի, որ պատկերացնեմ։ Զարդանախշերի մասին խոսեցի, թե մենք ինչ ավանդական ժանյակի զարդանախշերը ու հատկապես շեշտադրում լավ չի երևում այստեղ, այստեղ կողմի վերևինը ու հեղինակացնա։ Դա Շարամյանի թանգարանից է, հեղինակի հիմա չեմ կարող ասել, Հին վարպետներից հա, այո, Մարիտայի հին վարպետներից մոտի։ Նու ասենք էլի դպրոցների վրա եմ կանգ առել, Վանը, ասենք Կարինը, Փոքր Հայկը եւ այլն, հա, ամեն մեկի մասին անդրադառնալով հիմնական զարդանախշը մեր հավերժության նշանը, այդ շարժվող արևի, հա, լավ չի երևում այստեղ, ուրեմն աստղածաղիկը եւ ասենք խաղողի ողկույզը, որը նույնպես մեր հիմնական գերակշռող զարդանախշերից է, որպես ավանդական։ Եվ ճիշտ ասած ժամանակակից ժանյակի ես փորձել եմ ներկայացնել Լենային Գորգենյան, չեմ կարող ես անդարբեր անցնել նրա գործերը, որտեղ այնքան յուրահատուկ են եւ այնքան հետաքրքիր այ մեր էլի ինքնության այսօրվա պատկերացումների եւ մեր ազգային, ինչ ասեմ, տեսակի նոր եւ զարդանախշի առումով եւ այլն, որտեղ խաչը այսպես կենտրոնական մեր ժանյակի մեջ չի եղել, դա ավանդական չի, ես ընդեղ էլ ասեցի, որ որպես այդպեսին մեր ավանդական ժանյակի մեջ առանց խաչի նախշով մենք չունենք, չկա։ Եվ խաչը սովետական, մենք Շարամյանի թանգարանում էլի կա ժողարվեստում, սովետական տարիներին կենտրոնական խաչով արած մի հատ փոքրիկ աշխատանք, բայց դա էլ բացառիկ բան էր, երևի պատվերով արված եղել ժամանակին, չգիտեմ, պատմությունները չկան։ Եվ գիտեք, Տիկին Լենան է, որ այս ոլորտում այսպիսի շքեղ գործեր է արել, ու ես ուզեցի, որ անպայման մեր արտասահմանցի գործընկերները իմանան, թե մենք ինչ հարստություն ունենք, դրա համար անդրադարձել եմ հիմնականում նրան եւ նաեւ քանի որ թեմատիկայի հետ է կապված ազգային ինքնության խնդիրների, նաեւ Արմինե Հայրապետյանի մի երկու գործ կա, վերջին ասեմ, այս շարքը խաչի խորանշարքն է, ձեզ շատ հայտնի պիտի լինի։ Հա, ես համեմատությունն եմ արել, որ տեսեք ինքնությունը որտեղից է գալիս։ Չէ, մահացել է։ Այսինքն իր աշխատանքներում ինքը ինքնուրույն է ստեղծագործել, ինքը հատուկ էսկիզներ չի արել, ինքը հատուկ բան չի, բայց մեջը չեն կրկնվում ժանյակները, հավաքած ժանյակներն է տանելու։ Ոչ մեկը չի կրկնվում, ինքը յուրահատուկ տիպի ստեղծագործող է, ոչ մի աշխատանքը չի կրկնում, աշխատանքի շրջանակները որ տեսնում եք, բոլոր վարդյակները տարբեր են։ Չի կրկնվում, ամեն մեկը ինքնուրույն է յուրատիպ է։ Եվ տեսեք իր ձևի մեջ ինքը եւ խույրի հետ է ընդհանրություն տալիս եւ խաչքարի հետ է ընդհանրություն տալիս ձևի մեջ եւ նաեւ ասենք ավելի ուշ շրջանում խաչքարերի հետ շատ մեծ ընդհանրություններ ունի։ Մոմիկի խաչքար։ Չէ, սա Պողոսի խաչքարն է։ Թանգարանում են եւ իր մասնավոր Չէ, թանգարանում չունի, այնտեղ էլ հարցրեցին, ասում եք որ թանգարանում է հավաքածուն, ասում են իր ընտանիքի բայց թանգարանում մի օրինակ ոչ Թանգարանում ցուցանտես ունեցավ, ես որովհետև Սուրիա Եղածարդենս տեսա, այո, թանգարանում ցուցանտես եւ շատ մեծ բանոներ էին, մեծ
Այո, այս Մեկը մեծ է։ այս աշխատանքը 2 մետր 10 սանտիմետրա բարձրություն է։ Այդքան մեծ է։ Այսինքն բնական խաչքարի չափով է արած։ Ինքը չի վաճառում ընդհանրապես եւ չի նվիրում։ Ամբողջ ինչ որ արել է իր ընտանիքի համար։ Անունը կարող հիշեցնել։ Լենա Գորգինյան, Լենա Գորգինյան։ Լենա։ Ձերի ալբոմը իր երեխաներն են նկարել։ Այս այդ ալբոմը ֆոտոապարատում նկարել, Հա, ինքը ալբոմն է։ ջերմոտս կա իր Հա, ինքը իրան հրատարակել է հիշում։ հայկական զարդանախշ եւ հելունով է արած այս մեկը Բայց ոնց որ ասել լինի, Բայց այնքան նուրբ է, այնքան նուրբ է որ ինքը այո ասեղի նման նուրբ է եւ շատ հետաքրքիր է որպես այդպեսին ոնց որ իր ամբողջ այդ ինչ որ ինքը արել է այդ բոլորի ամբողջությունն է սրա մեջ եւ ոչ միայն իր ամբողջությունն է այլ մեր ժողովրդի այստեղ դու կարող ես տեսնել այն բոլոր արժեքները որոնք մեր ժողովրդի համար ինքնության մեր ժողովրդի գաղափարախոսության եւ մեր ժողովրդի արժեքային համակարգի ամենակարևոր դրսևորումներն ու երևույթներն են։ Խաչը կենտրոնական դուք տեսնում եք, որպես քրիստոնյա ներքևում կլոր վարդյակը, հա, որի վրա խաչը անում է, վարդյակը գիտեք հավերժության հետ է կապվում, որտեղ ինքը հավերժանշաններով է։ Ձախ կողմում եկեղեցին է, հա, էլի իմերիկնության հետ կապված, վերևում Մասիսարն է, արևի ճառագայթներով։ Մասիսարի ներքևը, չգիտեմ, ձեզ հիմա ես բանոր սլակով ցույց տամ, փորձեմ մի վարքյան, այս այ է, երևում է, հա, նայեք, ես տակը ոնց որ խաչված կլոր բան, լավ չի երևում, բայց դա Վահանն է, հա, սրերով, թրերով, այսինքն նաև մեր ժողովրդի պայքարն է, փոքր մասի տակը, փոքր մասի տակ, որ մեր ժողովուրդը միշտ պայքարի մեջ է եղել, հա, միշտ կռվող է եղել եւ միշտ պատրաստ է եղել ամեն տեսակի դժվարությունների։ Եվ անշուշտ չի մոռացել խաղողի ողկույզը, բանի եկեղեցու ներքևում նուրն ու խնձորն են, իսկ եկեղեցու վերևում էլ աղավնին է, տեսնում եք, եւ աղավնին այս դեպքում դրսևորում է իր հոգևոր խորհուրդ ունի եկեղեցու կողքին, որպես հա, գիտեք, Սուրբ Հոգու նշան, այո, Սուրբ Հոգու նշան։ Այսինքն ինքը այս մի աշխատանքի մեջ փորձել է մեր ամբողջ ժողովրդի պատկերը տալ, էլի, թե մենք ինչ ենք մեզանից ներկայացնում որպես ժողովուրդ։ Եվ վերջում ես փորձել դե որպեսի մենակ գոնե չլինի որ մենք այս մի վարկերն կներես Կարինե ջան շատ հետաքրքիր գործ ունի մեր Սոֆիա Գալֆայանը, որ ներկայացրել է ժամանակի Իտալիայի բիենալեներից մեկում, Ժանյակին նվիրված բիենալե էր, Մետաքսի ճանապարհին նվիրված էր, չէ՞, ինչ Մարկո Պոլո, չէ, Մարկո Պոլոյի ճամփորդությանը նվիրված։ Ես ցավում եմ որ ծանոթ չեմ։ Ես շատ ցավում, արժե որ ունենակ էլի դուք։ Ինչ կստացվի։ Ուրեմն իր աշխատանքների մեջ իր գրքից եմ հանել միջայլոց, որտեղ լուսանկարումների չունեի, մեկը խաչքար է կոչվում, բայց տեսեք, հա, խաչքար է, բայց տեսեք լրիվ տարբերվում է այդ բանի խաչքարից։ Մեր պատկերացմամբ խաչքարը պետք է լինի Գորգինյանի խաչքարը, չէ՞, բայց իր արածը այդ ինքը Ժանյակի մտածողության մեջ է։ Հա, ինքը նախավերջին շարքը ամբողջ խաչերով է արված, եւ պետք է ասեմ, որ այս աշխատանքը ինքը նվիրել է ցեղասպանության ժամանակ իր բոլոր զոհված հարազատների հիշատակին։ Դրան է նվիրված։ Կարծում եմ հետաքրքիր է իր պատկերացումը, որտեղ ինքը կենացարը ոչ թե բունը, մենք սովորաբար ծառը դնում ենք ծառի բնով, չէ՞, ինքը բունը դրել է կտրվածքով։ Շերտը, այս շերտերը դա հատիկի սերմի խորհուրդն էլ մեջն է, էլի, որից ծնվում է կենաց ծառը։ Ինքը ուղղակի ծառը, ասել է, հա, այդ բնից, ինքը փորձել է ցույց տալ, որ ինքը հին է, տեսեք ինչքան շերտերը, օղակները, տարիքը։ Աչ կողմինը հելունով է ոնց որ։ Բոլորը հելունով են։ Այս կողքին։ Բոլորը իր գործերը հելունով են։ Բայց արել է շատ նուրբ, շատ մանր աշխատանք, էլի եմ ասում։ Եթե մոտիկից ես նայում, նոր տեսնում ես, որ դա հելունով է, որովհետև աշխատանքը շատ, այո, նուրբ եւ շատ ճաշակով արված գունային առումով